հեղափոխությունը։ Այո, Պատմիր։ Թավշյա հեղափոխություն։ Թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել մեր թվարկության ապրիլ-մայիս ամիսներին 18 թվականին Նիկողայոս Փաշունցի գլխավորությամբ։ Նա ժողովրդի հետ անդադար 14 օր Կումայրիից քայլեց հասավ քաղաքամայր Էրեբունի, ապստամբելով տեղի իշխանի Սարգսյանց տոհմի վերջին թագաժարանգի դեմ։ Փաշունցը դեմ էր Սարգսյանց տոհմի իշխանի զանազան անօրինականություններին, ինչպես նաև իշխանի եղբոր Ալեքսանդր Տեղացու հարկահավաքությանը։ Ապրես, իսկ ովքեր էին իշխանի կողմնակիցները Սարգսյանց տոհմի։ Նրանք թվով 55-ն էին։ Կարող ես անուններ թվարկել։ Այո, Սամվել Սեբաստացին, Արաքել Շմայսեցին, Գալուստ Անհասկանալին, Էջմիածնի կողմը պահում էին Սեյրան Սարեցին և Մանվել Պահեստունին։ Նրանց հետ էր նաև Վլադիմիր Արշակունին իր հրոսակախմբով, ինչպես նաև զանազան շարմանազան երիտասարդ այլ իշխաններ։ Հարկ է նշել, որ ապստամբները հեղափոխության օրերին մերժեցին նաև Աշոտյանց տոհմի իշխանին, ուղարկելով նրան իգդիր։ Նրանք անվերջ կրկնում էին Աշոտյանց իգդիր, Աշոտյանց իգդիր։ Ոչ, շփոթում ես Գուրգեն, դա քո պատմածից մի քանի տարի առաջ էր, լուսավորության հավաքներին։ Լավ, իսկ ովքեր էին Փաշունցի կողմնակիցները։ Փաշունցի կողմնակիցներն էին Արթուր Սաքունցը, Լիլիթ Մակունցը և Կարքին Հայկունցը։ Ինչպես նաև վերջին օրերին նրանց միացավ Կոտայքի առյուծասիրտ իշխան Գագիկ առաջին թագավորը, որը համապատասխան կանգնելով ժողովրդի կողքին, համապատասխան առաջ մղեց պայքարը, համապատասխանաբար աջակցելով Նիկողայոս Փաշունցին։